Մեր մեկամսյա դասընթացի մասնակիցներ ողջունում եմ բոլորին, ինչպես գիտեք, մենք ստեղծում ենք մեր շրջանավարտների AI ակումբ, որտեղ ամեն շաբաթյա կտրվածքով ունենալու ենք պրակտիկ հանդիպումներ, աշխատարաններ, որոնց միջոցով դուք ավելի եք լավ տիրապետելու գործիքների բոլոր նրբություններին, որովհետև մեր մենթորները ձեզ հետ դասերի ընթացքում կկիսվեն այն նրբություններով, կետերով, ալգորիթմներով, որոնցով որ իրենք առաջնորդվել են ու կարողացել են շատ հիանալի նյութեր պատրաստել։ Դրա համար, որպեսզի իրար հետ կարողանաք փորձի փոխանակում անել, օրինակ մի գործիքի մասով մենթոր կարող եք լինել, ենթադրենք նոթբուք LM-ով նյութեր պատրաստելու, մյուս մասով ենթադրենք Gemini-ի կարող եք մասնակից լինել, դա դուք եք որոշում, որպես մասնակից կարող եք բոլորդ գրանցվել, ընթացքում ովքեր կցանկանան նաև մենթոր լինել, իրենց փորձով կիսվել, մեծ սիրով մենք բաց ենք համագործակցությունների համար։ Ես ուզում եմ այս տեսանյութում եւս մեկ անգամ ցույց տամ, թե ինչպես ենք լրացնելու ձևաթուղթը, խնդրում եմ տեսանյութը նայեք մինչև վերջ, որովհետև կարևոր քայլեր եմ ցույց տալու, ինչպես կիսվեք, որ մեզ մոտ երևա, դա լինի այդ Google Sheet-ը, թե առանձին notebook LM-ի հղումները, որովհետև արդեն իսկ ստացել ենք աշխատանքներ, որոնց, այսպես ասած, թույլատվությունները փակած են, հա, դրա համար ուշադիր նայեք բոլորդ մինչև վերջ, խնդրում եմ, որպեսզի կարողանանք տեխնիկական հարցեր, խնդիրներ չունենալ։ Առաջին հերթին, տեսեք, մենք ունենք ձևանմուշ, ձևաթուղթ, այս Google Forms-ի մեջ ստեղծած, որի մեջ կան տարբեր հարցեր, այդ հարցերը լրացնում եք, սրանով դուք դիմում եք անդամակցության համար։ Լրացման վերջնաժամկետը դարձրել ենք ամսի 15-ը, որպեսզի բոլորը հասցնեն լրացնեն։ Այստեղ անուն, ազգանուն, հեռախոսահամար եւ այլ այս տվյալները դուք լրացնում եք, ունենք շատ կարևոր հարց, նախավերջին հարցը, որտեղ պետքա տեղադրեք ձեր աշխատանքների հղումը։ Սա ոչ թե ինչքան աշխատանք արել եք, բերել այստեղ տեղադրում եք, այլ մի հատ հղում եք տեղադրում, որը մենք ենք ձեզ տվել ու պետքա լրացնեք։ Այստեղ գծիկ դնել, ոչ մի բան չգրել, Ժորժ ջան, եթե այսպես անեք, ձեր անդամակցությունը ակումբին չի դիտարկվելու, դրա համար խնդրում եմ, այս տողը ամենապարտադիր տողն է, որ պետքա լրացնեք, հղումը բերելու եք դնելու այստեղ ու վերջ, ներքևում արդեն submit կոճակին սեղմեք, գրանցումը հաստատվելու է։ Հիմա գնանք ցույց տամ այդ ձևանմուշը ինչպես եք լրացնում։ Այստեղ հարցեր ունենք մենք, որ չի խմբագրվում, չեք կարող միանգամից դնել։ Այո, մենք հատուկ ենք այդպես արել, որպեսզի չխառնվի։ Այստեղ ոչ մեկ ոչ մի բան չի լրացնում, դուք չեք էլ կարող խմբագրել այս ֆայլը, դրա համար ինչ ենք անում։ Այս վերևի ձախ անկյունում կա գրած ֆայլ, տեսեք, գրած է ֆայլ, սեղմում ենք ֆայլի վրա եւ make a copy, այդ դուպլիկատ անելու կոճակն է, կրկնօրինակելու։ Սեղմում ենք make a copy, սեղմեցինք, որից հետո, այստեղ ինքը ինչ-որ անուն է ավտոմատ գրել, copy of այսինչ, դուք կարող եք այս copy-ն ջնջել, օրինակ այստեղ գրել, ենթադրենք Մարիաննա, որ երևա էլի ում ուղարկած աշխատանքն է։ Ու վերջ, սեղմում ենք make a copy-ի վրա։ Եթե դուք Gmail ունեք, Gmail-ով եք մտածես ձևաթղթի մեջ, ավտոմատ, ինքը գնալու է ձեր Gmail-ում, բացելու է այս ֆայլը, որը արդեն իսկ կարող եք խմբագրել։ Շատ կարևոր է, որ այստեղ ամեն ինչը ճիշտ լրացնեք, անուն ազգանունն ենք գրում, մի անգամ կարող եք գրել, ընտրում ենք, որ հոսքում ենք մենք սովորել, էդ էլ կարող եք մի անգամ լրացնել, բայց արդեն առարկան ամեն անգամ կլրացնեք, որ առարկան է, որպեսզի մենք էլ պաշարների շտեմարանը, որ պատրաստենք, կարողանանք բոլորիդ տալ մի կանոնակարգված ռեսուրսների շտեմարան, որտեղ նյութերը դասակարգված կլինեն ըստ առարկաների, դասարանների, թեմաների եւ այլը։ Հիմա այստեղ երբ սեղմում եք առարկայի վրա, դուք կարող եք գնալ փնտրել ձեր առարկան, կամ էլ օրինակ այստեղ որ գրեք առարկան, ինքը կբերի ու ցանկից արդեն ընտրում եք, վերջ, ինքը ընտրվեց, հաջորդիվ դասարանը կամ կուրսն եք ընտրում, որից հետո այստեղ գրում եք ձեր թեման։
Ենթադրենք թեման էլ էսպես գրեցինք, Ժորժ ջան, հաջորդիվ հղումն ենք տեղադրում։ Այստեղ ես շատ հարցեր եմ ստացել, որ հղումը չի տեղավորվում, ենթադրենք այս հղումն ենք ուզում պատճենենք, բերենք տեղադրենք, եթե դուք այսպես ուղակի վրան կանգնում եք ու հղում եք տեղադրում, կարող է ինչ-որ մի բան այն չլինի, դրա համար, որպեսզի ձեր հղումը տողից դուրս չգա, սեղմեք այս հղում, ենթադրենք առաջին տողնա, չէ, սեղմեցինք, տեսակ մկնիկի բանը հայտնվեց այստեղ, սլաքը հայտնվեց այստեղ, այս մեջտեղի հատվածում թռվռում է եւ տեղադրել, այսինքն այնտեղից copy արեցինք, պատճենեցինք, գալիս ենք այստեղ Ctrl V ենք անում, ուղղակի տեղադրում ենք։ Ահա, հիմա որ enter սեղմեմ, այս հղումը արդեն պահպանվելու է, այստեղ ոչ մի բան տողից դուրս չի գալիս։ Դրա համար, եթե դուք օրինակ վերնագիրն եք ուրիշ տեղից պատճենում, բերում, հղումն եք պատճենում, թե այլ որևէ բան, ոչ թե ուղղակի այսպես տեղադրեք, այլ մի հատ քլիկ արեք, որ այս թռվռացող մկնիկը հայտնվի, որից հետո արդեն տեղադրեք, ստավից տվեք։ Ահա, դիմացից ընտրում ենք, որ գործիքն է եւ ասում ենք ինչ ենք ստեղծել։ Ու եթե կարիք կա, գրում ենք ինչ-որ մեկնաբանություն, եթե չէ, կարող եք չգրել։ Հիմա սա դուք պատրաստում եք ձեր Gmail-ում, որպեսզի այս նյութով կիսվեք մեզ հետ ու մենք կարողանանք ձեր նյութերը նայել, պետք է թույլատվություն տաք մեզ։ Այս պայձելիցա բանալու նշանի վրա սեղմում եք, որից հետո Ժորժ ջան, խնդրում եմ ուշադիր եղեք, եթե այստեղ բանալու նշան է գրած ու դրած է restricted, սահմանափակված, պետքա սեղմեք ու ընտրեք anyone with a link, ցանկացած մարդ հղումով։ Սեղմում եք սրա վրա ու տեսեք այս գլոբուսի նշանը հայտնվում է, որից հետո արդեն copy link, կապիրված link, այս կապիրված link-ը սեղմում ենք, լինքը պատճենվում է, մեր աշխատանքները, որոնք մենք կտեղադրենք այստեղ բոլորը, հա, պատրաստի, դրանից հետո այս իմ ասածը անում ենք, պատճենում ենք և այս հղումը տանում տեղադրում ենք նախավերջին հարցի մեջ, տեսակ միայն Google Disk-ի, Google Doc-ի հղումն եմ այստեղ տեղադրում, վերջ, հիմա մնացածն էլ կլրացնենք ու submit կոճակին կսեղմենք, քանի որ դուք այստեղ ամեն ինչ արդեն ճիշտ լրացրել եք, թույլատվությունն էլ ճիշտ տվել եք, մենք կարողանանք ձեր նյութերը նայել, մեկ էլ շատ եմ խնդրում, եթե notebook LM-ից եք ինչ-որ նյութեր կիսում, մի ներբեռնեք, ներբեռնածը ձեր համակարգչի միջից մի դնեք, կամ նույնը Gemini-ն է վերաբերում, բացառապես դնում ենք հղումներ այստեղ, կամ էլ ինչ-որ ֆայլերով պահպանել, հետո այդ ֆայլերը համակարգչից գցել, այդպիսի բաներ փորձեք չանել։ Ենթադրենք սա մեր 3D մոդելն է, նախ բացում ենք լրիվությամբ մեր 3D մոդելը, այսպես, ուզում ենք սա ուղարկել, պատճենել բան չկա Ժորժ ջան, Gemini, Google.com, վերևի այս հղումը, դուք արդեն գիտեք 3D մոդելի հղումը ոնց եք պատճենում ու օգտագործում, ուղղակի այս հղումը տեղադրում ենք այստեղ, Gemini-ի պարագայում թույլատվություններ չունենք տալու, բայց եթե notebook LM-ից եք կիսվում, խնդրում եմ պարտադիր նայեք թույլատվությունները, որովհետև այդպիսի աշխատանքներ ենք ունեցել, ուղարկել են, բայց թույլատվություն չկա տված։ Հիմա ես notebook LM-ը առանձին նորից ցույց կտամ, միանգամից մի կիսեք ձեր ամբողջ notebook-ով, որովհետև այնտեղ գրում եք առարկա, դասարան, թեմա, նյութի ձևը եւ այլը։ Ու եթե օրինակ այս պրեզենտացիայով ենք ուզում կիսվել, սրա դիմացի 3 կետի վրա ենք սեղմում, որից հետո տեսնում ենք կա այս share-ի կոճակը, պայձելիցայի կոճակը, սեղմում ենք սրա վրա ու այս լինքը կարող ենք copy անել, բայց ուշադիր պետքա լինեք այս ներքևում ինչա գրած, որովհետև եթե գրած լինի սահմանափակ, ոչ մեկ ձեր նյութը չի կարողանա բացել, եթե արդեն փակ ուղարկել եք, գնացեք բացեք, խնդրում եմ, որպեսզի կարողանանք դիտել, նախ սեղմեք այս manage notebook access, այս կոճակին, կամ գուցե ձեզ մոտ մի անգամից այսպես է բացվում և նոթբուքի մուտք ներքևի հատվածում ընտրեք ցանկացած
ցանկացած մարդ հղումով, տեսեք, եթե այս բանալու նշանը լինի դրած, մենք չենք կարողանա դիտել։ Սեղմում ենք երկրորդը, որ այս սկրեպի նշանը լինի, ցանկացած մարդ հղումով, եւ copy link, copy-րվեց link արեցինք։ Վերջ գնում ենք արդեն մեր բանում տեղադրում ենք, այստեղ տեղադրեցինք։ Եթե որևէ խնդիր է առաջանում, խնդրում եմ ինձ կամ Նարեի հետ կապվեք անմիջապես, որպեսզի այդ պահին խնդիր լուծենք, ոչ թե բոլորը սխալ ձևով լրացնենք, որտեղ հետո ստիպված եք լինելու նորից այդ ամեն ինչը անել։ Մեկ էլ 20 աշխատանքը ինքը սիմվոլիկ ենք սահմանել, ես համոզված եմ շատերը 20-ից էլ ավել 120 նյութ ունեք, խնդրում եմ ժամանակ տրամադրեք, մինչև ամսի 15-ը երկարաձգել ենք, լրացրեք, ովքեր արդեն ուղարկել են, կարող են շարունակել այդ նույն ֆայլի մեջ, որը մեզ տրամադրել են, լրացնել մինչև ամսի 15-ը, մենք կտեսնենք վերջնականը դա կվերցնենք, ովքեր չեն արել, ինչքան որ աշխատանք կա, մի շաբաթ էլ ժամանակ ունեք, ձեր բոլոր որակյալ աշխատանքները, որը որ կվերցնեիք, կտանեիք դասարանում կօգտագործեիք, տեղադրեք այստեղ։ Եթե մեր վերջին խմբի, մայիսի խմբի մասնակից եք, դեռ չեք հասցրել որևէ աշխատանք իրականացնել կամ շատ իրականացնել, ավելի ճիշտ որևէն չեմ հավատում, որ մարդ լինի, որևէ բան առաջ չլինի, բայց եթե 20-ից քիչ աշխատանք եք կատարել, ոչինչ, դուք էլ այդ քիչը տեղադրեք, ով ինչքան արել է տեղադրեք, բայց մենք ամեն ամիս ունենալու ենք հստակ սահմանաչափ, որ ամեն ամիս այդքան պետքա տեղադրվի։ Եթե մտնելիս ձեզ համար բացառություն անենք, դուք քիչ ֆայլ տրամադրելով մտնեք, հաջորդ ամսվա ընթացքում ակումբին մասնակցեք, ձեռը բացվի, պետքա ավելի շատ անեք այդ չուղարկած մասը, որպեսզի դուք տեղադրեք։ Այնպես որ բոլորը կարող են անդամակցել, եթե անգամ չեք հասցրել շատ աշխատանք անել, այն պայմանով, որ հետո կանեք կտեղադրեք, բայց այդ ամեն ինչի համար պետքա, որ դուք որևէ այստեղ աշխատանք տեղադրեք ու ձևանմուշը, որ լրացնում եք, հղումը բերում տեղադրում ենք, ներքևի հատվածում, որ մեկնաբանություն կա, կարող եք օրինակ գրել, որ ես մայիս ամսի խմբին եմ մասնակցել, շատ աշխատանքներ դեռ չեմ արել, բայց ցանկանում եմ անդամակցել, հետո կլրացնեմ, ու մենք դա հաշվի կառնենք, կհասկանանք, որ դուք այդ պատճառ ունեք հարգելի, որ 20 նյութ չեք տեղադրել ու ձեզ կընդունենք մեր համայնք AI ակումբ։ AI ակումբը շատ օգտակար արդյունավետ է լինելու, ես բոլորին խորհուրդ եմ տալիս միանշանակ միանալ, բայց նաև կարևոր է, որ մենք դրա շրջանակներում կարողանանք AI ռեսուրսների հսկայածավալ բազա ստեղծենք, որը բոլորի համար է օգտակար լինելու, որ չչարչարվեք ամեն առարկայի, ամեն թեմայի մասով, առանձին այդքան նյութերը սարքեք, դրա համար եկեք բոլորս լինենք պատասխանատու միմյանց առջև եւ իրապես ինչքան լավ նյութեր ունենք սարքած, տեղադրենք, որպեսզի բոլորս իրարից օգտվենք, իրար օգնենք։ Նորից եմ ասում, ովքեր արդեն ուղարկել են, նորից ձևանմուշ լրացնելու կարիք չկա, դուք պարզապես կարող եք այս նույն ֆայլի մեջ, որը որ մեզ եք ուղարկել, ոչ թե դատարկը, այլ այս լրացրածի մեջ, գնաք, ներքևի հատվածում շարունակեք աշխատանքներ դնել ու մեզ մոտ էլ դա կերևա արդեն։ Բոլորին շնորհակալ եմ, սիրով սպասում եմ մեր ակումբի մեկնարկին։